կույրի բացեցիր չկա ուրիշը քեզ նման լույս ես տալիս խավարում և մեզ մոխրից բարձրացնում չկա ուրիշը քեզ նման մեծ ես դու մեր Տեր և զորավոր ես ամենից բարձր ես և փառավոր ես դու բժշկում ես և դու հզոր ես մեր Տեր Աստված մեծ ես դու մեր Տեր և զորավոր ես ամենից բարձր ես և փառավոր ես դու բժշկում ես և դու հզոր ես մեր Տեր Աստված լույս ես տալիս խավարում և մեզ մոխրից բարձրացնում չկա ուրիշը քեզ նման մեծ ես դու մեր Տեր և զորավոր ես ամենից թանկ ես և փառավոր ես դու բժշկում ես և դու հզոր ես մեր Տեր Աստված մեծ ես դու մեր Տեր և զորավոր ես ամենից թանկ ես և փառավոր ես դու բժշկում ես և դու հզոր ես մեր Տեր Աստված եթե Աստված մեր կողմն է չի կանգնեցնի ոչինչ մեզ եթե Աստված մեզ հետ է ինչն է մեզ հակառակ եթե Աստված մեր կողմն է չի կանգնեցնի ոչինչ մեզ եթե Աստված մեզ հետ է ինչն է մեզ հակառակ Արոյ մեկ անգամ այս կրկնենք եթե Աստված մեր կողմն է չի կանգնեցնի ոչինչ մեզ եթե Աստված մեզ հետ է ինչն է մեզ հակառակ եթե Աստված մեր կողմն է չի կանգնեցնի ոչինչ մեզ եթե Աստված մեզ հետ է ինչն է մեզ հակառակ մեծ ես դու մեր Տեր և զորավոր ես ամենից բարձր ես և փառավոր ես դու բժշկում ես և դու հզոր ես մեր Տեր Աստված Հալելույա մեր Տեր ամենազոր Աստվածն է ամենամեծ Տերն է հավատում եք սրան Մենք պիտի երգենք ու փառաբանենք Հիսուս փրկիչ քո անունը Քեզ պիտի գովենք Սուրբ Հոգով օրհնենք և անվերջ մեծարենք Մեկ անգամ էլ երգենք Մենք պիտի երգենք ու փառաբանենք Հիսուս փրկիչ քո անունը Քեզ պիտի գովենք Սուրբ Հոգով օրհնենք և անվերջ մեծարենք Քեզ հալելույա, քեզ հալելույա Արժանի ես դու Տեր Հիսուս Քեզ հալելույա, քեզ հալելույա Արժանի ես դու Քեզ հալելույա, քեզ հալելույա Քեզ հալելույա Արժանի ես դու Տեր Հիսուս Քեզ հալելույա, քեզ հալելույա Արժանի ես դու Քեզ պիտի պաշտենք ու երկրպագենք Մխիթարիչ քո Սուրբ Հոգով Մենք պիտի ցնցանք և ուրախանանք ճշմարտության հոգով Քեզ պիտի պաշտենք Քեզ պիտի պաշտենք ու երկրպագենք Մխիթարիչ քո Սուրբ Հոգով Մենք պիտի
Եվ ուրախանանք ճշմարտության հոգով Քեզ հալելույա, քեզ հալելույա Արժանի ես դու Տեր Հիսուս Քեզ հալելույա, քեզ հալելույա Արժանի ես դու Քեզ հալելույա, քեզ հալելույա Արժանի ես դու Տեր Հիսուս Քեզ հալելույա, քեզ հալելույա Արժանի ես դու Արժանի ես դու Հալելույա Մեր Տեր արժանի ամեն արժանի է ոչ ոք չկա նրա նմանը Դու արժանի ես գոհության Դու արժանի ես գոհության Քեզ մոտ ենք գալիս մենք և քեզ մեծարում ենք Այր դու արժանի ես Դու արժանի ես Դու արժանի ես գոհության Մեկ անգամ էլ երգենք դու արժանի ես Դու արժանի ես գոհության Դու արժանի ես գոհության Քեզ մոտ ենք գալիս մենք և քեզ մեծարում ենք Հայր դու արժանի ես Հայր դու արժանի ես Դու արժանի ես գոհության Միայն դու ես սուրբ մեծ զորավոր արքա Միայն դու ես սուրբ Քո առջև ենք մենք ահա Մենք ծնված սուրբ զորեղ քո խոսքով Եվ լեցված օծությամբ քո հզոր տեսնում ենք ենք հիմա Որ դու ես միայն սուրբ Բարի գալու սուրբ հոգի Բարի գալու Մենք ողջունում ենք քեզ Սուրբ հոգի Լեցվիր այստեղ քո ուժով Եվ զորությամբ Եվ ցույց տուր մեզ փառքն Աստծո հավիտյան Բարի գալու Սուրբ հոգի Բարի գալու Մենք ողջունում ենք քեզ Սուրբ հոգի Լեցվիր այստեղ քո ուժով Եվ զորությամբ Եվ ցույց տուր մեզ փառքն Աստծո հավիտյան Դու արժանի ես գոհության Դու արժանի ես գոհության Քեզ մոտ ենք գալիս մենք և քեզ մեծարում ենք Հայր դու արժանի ես Հայր դու արժանի ես Դու արժանի ես գոհության Այո մեր Տերը դու արժանի ես Քեզի մեծարում ենք մեր ամբողջ սրտով մեր ամբողջ հոգով Քեզի բարի գալուստ ենք ասում Սուրբ Հոգի մեր մեջ Շրջիր այստեղ մեր մեջ Լեցրու մեր տաճարը քո ներկայությունով Քո զորությունով Հալելույա Քեզ երկրպագում ենք Հիսուս Տեր Հալելույա Հալելույա Նա Տեր է Նա Տեր է Մեր elներից հարյավ Նա Տեր է Ամեն ծունկ թող ծրվի
Իսուս Քրիստոս Տեր է մեր ձեռքերը բարձրացնենք եւ դավանենք որ նա Տեր է նա Տեր է նա Տեր է մեր elներից արյավ նա Տեր է ամեն ծունկ թող ծրվի եւ լեզու դավանի Իսուս Քրիստոս Տեր է նա Տեր է նա Տեր է դու Տեր ես Իսուս մեր elներից արյավ նա Տեր է դու ամեն ծունկ թող ծրվի եւ լեզու դավանի Իսուս Քրիստոս Տեր է ամեն ծունկ թող ծրվի եւ լեզու դավանի Իսուս Քրիստոս Տեր է Իսուս Քրիստոս Տեր է Իսուս Քրիստոս Տեր է Կուզեմ նմանվել քեզի ով փրկիչ լոկայս է աղոտ ու փափակնին կատեմ աշխարհի կանցերն ռապուրիչ որպեսի Հիսուս քեզ նմանվեմ կուզեմ նմանվել օրհնյալ փրկիչիմ որ կյանքս քեզ պես մաքուր լինի բնակվիր իմ մեջ քաղցրությամբ լեցվեմ դոշմիր քո պատկեր վրան իմ սրտից կուզեմ լինել քեզ պես ողորմած սիրողներով ես ու բարերար տխուրն հրճվեցնող լքվածին գտած մեղավոր փնտրող մի բան դադար կուզեմ նմանվել օրհնյալ փրկիչիմ որ կյանքս քեզ պես մաքուր լինի բնակվիր ինձ մեջ քաղցրությամբ լեցվեմ դրոշմիր քո պատկեր վրան իմ սրտից ուզում եմ լինել քեզ նման խոնար սուրբ եւ անարատ համբերող քաջ եթե հստությամբ նախատե աշխարհ հոժար տանջվելու գրելու խաչ կուզեմ նմանվել օրհնյալ փրկիչիմ որ կյանքս քեզ պես մաքուր լինի բնակվիր ինձ մեջ քաղցրությամբ լեցվեմ
շաբաթը սա է, որ մեր Տերոջը նմանվենք, մեր Տերոջը ճանաչենք առաջնահերթ եւ հետո ամբողջ սրտով նրա նմանվենք, ամեն։ Տիրոջ վստահում ես կյանքիդ մեջ բոլոր, նա է միշտ հանգակին քեզի ամեն օր, դու իր աշակերտն ես եւ իր խոսքով լի, Սուրբ Հոգին կտա քեզ եւ էլ ավելի, եւ էլ ավելի, եւ էլ ավելի, որ կյանք ունենաս դու եւ էլ ավելի, եւ էլ ավելի, եւ էլ ավելի, որ կյանք ունենաս դու եւ էլ ավելի, անհուն սիրուն համար փառք տանք Արնուկին, որ եկավ այս աշխարհ տանից երկնային, Սուրբ Հերթով երգեմ փառք նրա մեծ անվան, որ արյամբ իր կնքեց գործ մեր փրկությամբ, եւ էլ ավելի, եւ էլ ավելի, որ կյանք ունենաս դու եւ էլ ավելի, եւ էլ ավելի, եւ էլ ավելի, որ կյանք ունենաս դու եւ էլ ավելի, եկիր են հավատքով շուտ ռավեր լսել, նրան զիր կապնայսել, գնա քեզ կընդունի բրկիչ պաշտելի, գտապե օրհնություն եւ էլ ավելի, եւ էլ ավելի, եւ էլ ավելի, որ կյանք ունենաս դու եւ էլ ավելի, եւ էլ ավելի, եւ էլ ավելի, որ կյանք ունենաս դու եւ էլ ավելի, եւ էլ ավելի, եւ էլ ավելի, որ կյանք ունենաս դու եւ էլ ավելի, եւ էլ ավելի, եւ էլ ավելի, որ կյանք ունենաս դու եւ էլ ավելի, որ կյանք ունենաս դու եւ էլ ավելի։ Կատարվեցավ Հիսուս ախտեց, նա մեր փրկիչն է, իր արյունով նա մեզ գնեց, Հիսուսն է Տերը, օ հալելույա, նա մեր արքան է հավիտյան, կատարվեցավ Հիսուս ախտեց, նա մեր փրկիչն է, իր արյունով նա մեզ գնեց, Հիսուսն է Տերը, օ հալելույա, նա մեր արքան է հավիտյան, գիտենք որ Հիսուսն է Տերը, 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 Հիսուսն է Տերը մեր սրտերում, գիտենք որ Հիսուսն է Տերը, 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 Հիսուսն է Տերը մեր սրտերում, կատարվեցավ Հիսուս ախտեց խաչի վրա նա, սատանային խայտարակեց, Հիսուսն է Տերը, օ հալելույա, նա մեր արքան է հավիտյան, կատարվեցավ Հիսուս ախտեց խաչի վրա նա, սատանային խայտարակեց, Հիսուսն է Տերը, օ հալելույա, նա մեր արքան է հավիտյան, գիտենք որ Հիսուսն է Տերը, 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 Հիսուսն է Տերը մեր սրտերում, գիտենք որ Հիսուսն է Տերը, 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 Հիսուսն է Տերը մեր սրտերում, Հալելույա, 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 Հալելույա,
Թույլ տվեք անցնենք այսօրվա թեմային Տերն է, Տերն է։ Հիսուսը Տեր է։ Գիտեք, մենք երբ որ Աստծո խոսքը նայում ենք, տեսնենք Հիսուսը մեծ ու դժվարին սպասողությունով խոսք է ուղղում իր աշակերտներին ու իր հետևորդներին։ Այս խոսքը հիմա էլ կա։ Ով որ Տեր Հիսուսը ասա ուզում է ինձ հետևե, պետք է իր անձորանա եւ իր խաչը վերցնե եւ իմ հետևից գա։ Այսինքն ես հետում եմ խաչվելու, ով որ ուզում է իմ հետևից գա, պետք է պատրաստ լինի խաչվելու։ Իմ հարցը սա է, որ Հեր Հիսուսը այդպեսի դժվարին խոսք ուղղեց իր հետևորդների համար։ Ինչի համար այդպեսի բան ուզում։ Կամ երբ որ ինքը քարոզում էր, բժշկություններ էր անում, շատերը բուժվում էին, գալիս են սկսում էին դավանել Տերոջը։ Հովհաննես ավետարան 2-րդ գլուխ 23-4 համարն ասում է, շատերը հավատացին Հիսուսի հրաշքների համար, բայց Հիսուսը նրան չվստահեց։ Այսինքն ինչ, Հեր չվստահեց։ Հետո տեսնում ենք, որ Հովհաննես ավետարան ավելի կվերադառնամ այս խնդիրներին, 6-րդ գլուխում, երբ որ մեծ մաս հրեաներ Հիսուսին հավատում էին, սկսեցին հավատ դավանել, Տեր Հիսուսը սկսավ բարդ ու դժվարին բաներ նրանց ասել, որ եթե այսօր էլ կարելի է մենք էլ այդ շարքում նստած լսեինք, մենք փոքր սարսափեինք, որ ինչ անցում։ Հիսուսն ասավ, որ իմ մարմինը ու չուտեք, իմ արյունը չխմեք, ձեզանում կյանք չունեք։ Շատ դժվարին խոսքեր։ Այնց որ աշակերտները ասան, այս խոսքը շատ դժվար է, անհասկանալի է։ Հիմա իմ հարցը սա է, որ ինչու էր Հիսուս այդպեսի դժվարին բաներ ներկայացնում։ Կամ մետեղ հրեաների հետ որ խոսում էին, հրեաներին ասավ, որ Աբրահամը ինձ տեսավ ուրախացավ։ Ամենն ասան 50 տարեկան ավելի 50 տարիք չունես։ Աբրահամին տեսել ես, որ 2500 տարի ինչքան ժամանակ առաջ էր ապրում։ Ինչու համար Հիսուսը տես դժվար, բարդ բաներ ասում։ Այս խոսքի ուղղությունը մեզ կօգնի, որ այսօր էլ մենք նույն ուղղությամբ գանք, որ Տերը մի հատ նպատակ ունի մեր կյանքում։ Ուզում եմ մեզ ասացնի մի տեղ, որ տեսնենք, որ Տերն է նա Տեր է։ Նա Տեր է, նա կատարյալ է, նազանդություն է ուզում։ Երբ որ տեսնես նա Տեր է, խոսքի տեղ չկա։ Երբ որ տեսնես նա Տեր է, նազանդություն է պահանջվում, նվիրվում ես իրան, այլևս խոսք չունես, հարց չունես, նա Տեր է, իրավունքի Տեր է։ Նա այգի Տերն է, աշխարհքը նրանն է։ Ծառաներ ուղարկավ, արհամարեցին, ծաղրան, ոմանց քարկոծեցին, ոմանց սպանեցին։ Ժամանակին գալիս է պահանջումը, պտուղ եմ ուզում ես, արդյունք եմ ուզում։ Եվ մեր կյանքում էլ Տեր արդյունքի հետևից է։ Ուզում եմ մեզի մղի այն ուղղությամբ, որ մեր կյանքը արդյունավետ լինի, թե մեզ համար, թե իր փառքի համար։ Թույլ տվեք մի Տերոջ խոսքից կարդանք, ուրեմն Հովհաննես ավետարան 21-րդ գլուխ 3 համարից 12 համարները, այս են պահն է, կարող ոտքի կայնեք արգանք Տերոջ խոսքի այս մասը, որ կարդում ենք ավելի արգանքով Տերոջ խոսքը ոտքի վրա լսենք։ Այս են պահն է, որ Տեր Հիսուսը մեռելներից հարություն էր առել, մի քանի անգամ աշակերտներին հայտնվել էր, երրորդ անգամ որ հայտնվում էր 7 հատ աշակերտներից, Պետրոսն էր, Հովհաննեսն էր, ուրիշ աշակերտներից Հակոբոսն էր իր հետ էին եւ այս տեսարանն անցնում։ Սիմոն Պետրոսը նրանց ասեց. ես գնում եմ ձուկ բռնելու։ Նրան ասեցին. մենք էլ գնանք քեզ հետ։ Գնացին եւ շուտով մտան նավը եւ այն գիշերը ոչինչ չբռնեցին։ Հիշում եք, ամբողջ գիշերը ոչինչ չեն բռնի։ Սավողը ավանակներ կորցվել է, մեր ուղղությամբ է գնում, Աստված նպատակ ունի։ Երբ որ արդեն առավոտ եղավ, Հիսուսը ծովի եզերքումը կանգնած էր, սակայն աշակերտները չճանաչեցին, թե Հիսուսն է։ Իսկ Հիսուսը նրանց ասեց. տղերք, ուտելու բան ունիք,
պատասխանեցին նրան ոչ։ Նա էլ ասեց նրանց. «Ուրկանը նավի աջ կողմը գցեցեք եւ կգտնեք»։ Նրանք էլ գցեցին եւ էլ չէին կարողանում քաշել ձկների շատության պատճառով։ Այն աշակերտը, որ Հիսուսը սիրում էր նրան, Պետրոսին ասեց. «Տերն է նա, Տերն է նա»։ Սիմոն Պետրոսը, երբ որ լսեց, թե Տերն է, վերարկուն իր վրա առավ, որովհետև մերկ էր եւ զինք ծովը գցեց։ Իսկ մյուս աշակերտները եկան նավակը, որովհետև ցամաքից հեռու չէին, այլ 200 կանգունի չափ եւ ուրկանը ձկներով քաշում էին։ Երբ որ դուրս եկան ցամաքը, տեսան ածուխի կրակ վառած եւ նրա վրա դրած ձուկ եւ հաց։ Հիսուս նրանց ասեց. «Բերեք այդ ձկներից, որ հիմա բռնեցիք»։ Սիմոն Պետրոսը նավը մտավ եւ ուրկանը քաշեց դեպի ցամաքը, մեծ ձկներով լիքը 153 հատ։ Այնքան լինելով ուրկանը չպատրվեցավ։ Հիսուսը նրան ասեց. «Եկեք ճաշեցեք», եւ աշակերտներից ոչ ոք չէր համարձակվում հարցնել, թե դու ով ես, որովհետև գիտեին, որ Տերն է։ Ասում են, մի անձնավորություն, ուրեմն Շիկագոյի ճամփորդեց Ֆլորիդա եւ ընդդից մատ email ուղարկավ իր կինոջ համար։ Email-ի ներսը գրել էր, որ ես արդեն տեղ եմ ասել, վաղն էլ դու ինձ կմիանաս, բայց այստեղ մի փոքր տեղը տաք է։ Միայն դժվարություն սա է, որ այդ email-ը հասցեն սխալ էր ուղարկվել մատ ուրիշ կնոջ մոտ, որ այն կնոջ ամուսինը նոր մահացել էր։ Այն տեկենը email-ը բացավ, ասավ էստեղ եմ ասի։ Վաղն էլ դու ինձ կմիանաս, վայ, ջանը դող ընկավ։ Ըստ տեղս էլ տաք է։ Օй, այդ ինչ վատ էլ ար։ Երբեմն սխալ հասկացողությունները պատճառ է, որ մենք ամբողջ ասած սխալ ուղղության ու սխալ աշխարհքում գանք։ Մենք երբեմն Հիսուսի հետ լավ ճիշտ կարծես լեզուներս մեկ չի ելնում։ Իրան լավ չենք հասկանում։ Եվ երբ որ սկսում ենք Հիսուսին հասկանալ, իր խորհուրդներ հասկանալ, իր ձևակերպերը, կարող ենք Հովհաննեսի նման որ կարդացինք, աշակերտներ 7 հոգի էին, չէին տեսնում Հիսուսին։ Հիսուսը տեղ է։ Բայց Հովհաննեսը նկատեց, մատ կապ կար, մատ զգացումի, մատ սիրո կապ, մատ ընկերության կապ Հիսուսի անտեպ, որ ասում է Հիսուսը Հովհաննեսին սիրում էր։ Հովհաննեսը այդ ձուկերի խնդիրներն ու հաջողությունն, օրհնությունը, բանը, ասավ նա Տեր է, Պետրոս հետ չէր անդրադարձի։ Պետրոսն էլ Հիսուսի հետ լավ էր շփվում էր ու բան, բայց կարծես այդ Հովհաննես այդ սիգնալները լավ էր բռնում եւ այդ ձևով այդ կապը ուներ եւ մենք կարիք ունենք այդ կապը ունենանք։ Մենք երբ որ Տերոջ ներկայության այդ կապի ներսնենք, այո, օշնված ենք եւ կարող ենք Տերոջը լավ զանազանենք եւ իմանանք ով է։ Գիտեք Տերոջ ծրագիրը մեր կյանքում ինչ է, մեզ հասացնի մետեղ, որ Հովհաննեսի նման ասենք Տերն է։ Նա Տեր է, Տերոջը տեսնենք։ Ես ասամ, երբ որ այն ժամանակ, որ Հովհաննես ավետարան 2-րդ գլուխում, ասում Տեր Հիսուս շատ հրաշքներ արավ, եւ ասում որ մեծ ամբողջ Հիսուսին հետևում էին։ Հիսուս նրանց չվստահեց։ Ինչու չվստահեց։ Գիտեք, Հիսուս նայում էր մարդկանց հավատքը եւ տեսնում էր նրանց հավատքը ինչքան մակերեսային է։ Ինչ լեվելի է, շատ հասարակ լեվելի է։ Սերմնացանի առակի ներսը Տեր Հիսուսն ասավ, որ մի խոսք ընկավ գետնի վրա, ճանապարհի վրա եւ թչուներ եկան կերան։ Մի հատիկ, մի հատ խոսք ընկավ քարքարոտ տեղեր։ Շուտ ծլա, որտեվ արմատ չուներ, տաքություն եկավ չորացավ։ Որոշ հատիկները ընկան փուշերի ներսը։ Աճան, փուշերը իրենց այդ աճելով տանց խեղդեցի։ Հիմա Հիսուսը տեսնում էր այս անձնավորությունները, որ իրան հավատում են, իրենց հավատքը շատ մակերեսային է, շատ սկզբնական է։ Հիսուսին չեն ճանաչում, մենակ հրաշքները տեսել են եւ իրան հետևում են։ Հիսուսը այդպեսի հավատքի հետևից չի։ Այդ դրվասորան չվստահեց։ Ասավ դուք այսօր ինձ գովում եք ու հետևից գալիս եք, վաղը դուք ինձ կուրանաք։
Այս աշխարհը իր բնության համաձայն շատ գայթակղություններ ունի, շատ նեղություններ ունի, շատ դժվարություններ ունի։ Դրա համար Հիսուսը ուղղակիորեն մղում էր նրանց, որ մատ խորը, նվիրված, հանձնված հավատքի հասնեն։ Դրա համար ասավ, եթե դու խաչը չվերցնես իմ հետևից, գաս չես տեղացնի։ Դու գգաս ճանապարհի կեսին կուրանաս։ Դու գգաս ճանապարհի կեսին չես կարող համբերել։ Դու գգաս նեղությունների ներսը հավատքը ձերից կտաս, առաջուց պետք է հաշիվ տանես։ Եթե ուզում ես ինձ հետևես, պետք է անձը տուրանաս, խաչդ վերցնես և իմ հետևից գաս, ուրիշ ելքի չկա։ Այսօր էլ սիրելիս նույնն է, աշխարհը լեցուն է գայթակղություններով, քաշքշոցներով, իր հրապուրիչ վիճակներով։ Եթե դու այդ նվիրումը չունենաս, կարող է մինչև վերջ չդիմանաս։ Եվ հետիա որ այդ հատիկներ, որ ընկերի մետեղ, որ քարքարոտ տեղեր ասում է շուտ բույսան, բայց տաքությունը, արևը, երբ որ սկսավ, որտեղ արմատ չուներ, չորացան։ Այսինքն շատերը գալիս են առաջի խոսքը լսում են, այս ինչ լավ եկեղեցի է, ինչ լավ պատկամ է, ես ուզեմ հավատացյալ եմ, նվիրվում են, եւ մեծ որոշումներ ու արտահայտություններ են անում, բայց մի արժեքներ չկան։ Որտեղ այդ մատուն հազարավոր խնդիրներ կա, աշխարհի օքսեր կա, ոմանք հակառակում են, բացասականություններ կա, շատ խնդիրներ ձերքի է տալի։ Եվ հետա որ Տեր Հիսուսն ասում է տուն սարքողը, իմաստուն տուն սարքողը ժայռի վրա սարքավ, այսինքն հիմքը Աստծո խոսքն էր, սկսավ հասկանալ, ըմբռնել, նվիրվել։ Եվ այդ միջոց էր, որ այդ տունը հաստատ մնա։ Ասավ փոթորիկներ կելնի, ջրեղեղներ կելնի, դժվարություններ կելնի։ Հիսուս չասավ այս աշխարհում փափուկ կյանք ունենաք։ Ասավ այդպեսի, ասավ այս աշխարհում ձեզ համար նեղություններ կելնի։ Երբ որ ապակայից արցանցավ կռիվներ, մահտարաժամներ, ջարդեր, այս շատ նեղություններ։ Եթե դու փափուկ կյանք հետևից ես իմ հետևից մի գա։ Եթե ուզում ես մեկը քեզ չծաղրի, քեզի չհարցակրնեն, չվիրավորեն, իմ հետևից մի գա։ Բայց եթե գիտես, որ իմ հետևից կծաղրվես, կարհամարվես, կարելի է ատեն քեզի։ Ասում աշխարհի ժողովուրդ քեզ կատեն, որտեղ առաջին ձեն ատե։ Դու պետք է զանազանես։ Երբ որ այդ զանազանում ես եւ այդ նվիրումով հանձնում ես քեզի Աստծուն, արդեն դու այն հատիկն ես, որ ճիշտ հողի վրա ես ընկե։ Եվ քո կյանքը արդյունավետ կլինի։ Դու կարող ես միջով վերջ մնաս։ Եվ արդյունք բերես 30, 60 եւ 100։ Եվ դրա համար Տեր Հիսուսը սկզբից ասում է, եթե մեկը պատերազմի է գնում, հաշիվ է անում, տեսնում արդյոք այս պատերազմները գաղտնի թե չէ, առաջուց հաշիվն անում է։ Եվ դրա համար ինքը կոչ է տալի, եթե մեկն ուզում է իմ աշակերտն լինի, պետք է իր հաշիվները անե, որ գինը վճարե։ Եթե դաշիվը չանես, եթե քո անձը չուրանաս, եթե խաչ չվերցնես, եթե պատրաստ չլես Հիսուսի համար նեղություններ քաշելու, չես կարող շարունակես։ Եվ ընդ այդ էր, որ երբ որ մենք Հովհաննես ավետարան 6-րդ գլուխ նայում ենք, ընդդեմ Տեր Հիսուսը ասում է հրեաներին, որ հավատացել էին, իրանց հետ խոսում էր, ասա պետք է իմ մարմինն ուտեք եւ իմ արյունը խմեք։ Եթե ոչ ձեզանում կյանք չունեք։ Տեր Հիսուս որ էս ասում էր, որքան աշակերտներ Հիսուսի մարմինը կերան արյունը խմեցին։ Ոչ մեկը։ Էդիկ նմուշաձև ուզում էր ասել, որ իմ հետ պետք է մտ խորը կապիներ սնելնեք։ Ես ձեզանում, դուք ինձանում։ Դուք պետք է 100 նվիրված ինձի ապրեք։ Այդ կացության ներսն է, որ իմ ուզածն է, որ մենք կարող ենք մեկ ելնենք եւ աշխարհը կտեսնե հոր փառքը։ Եվ Տեր Հիսուս այդ ձևով նմուշաձև այդ ասելով, բայց նրանք, որ մակերեսային հավատք ունեին, չէին ուզում խնդիրները ուսումնասիրեին, հասկանային, ասան չենք հասկանում, ես ինչ բարդ բաներ ասում, թողան գնացին։ Հիսուս նայավ 12 աշակերտին, ասավ դուք եք ուզում եք աշակերտներն ասան շատ դժվար, անհասկանալի բաներ ես ասում Տեր։ Բայց Պետրոսը Տեր որտեղ եցանք։
քո մոտ է կյանքի խոսքերը, քո խոսքերը հավիտենական կյանք են տալի։ Մենք գիտենք, որ դու Տեր ես։ Քանի որ այդ ճշմարտությունը սկսել իրանց համար բացվելը, այդ պատճառը է, որ խնդիրներ կար, հարցեր կար, բայց դեռևս Հիսուս չհեռանային։ Ես դրա համար մեր կյանքում էլ կարելի է պահեր լինի, որ մենք ընկնենք մեր թագարտներին հազարավոր հարցերի դիմաց կայնենք։ Պակաս կբերենք, բայց կտեսենք, ախի նա Տեր է, ճիշտ է, այս հարցերին ինձ նեղացնում են, այս հարցերի պատասխանը չունեմ, բայց չեմ կարող Հիսուսին էլ ուրանամ, նա Տեր է։ Նա ամեն բան գիտե, ես չեմ իմանում, բայց նա գիտե։ Ես տարիներ առաջ համարյա երիտասարդ տարիքում շատ վկայություններ իմ տալիս ու բան, երբեմն շատ ուժեղ վիճաբանության են գալիս կոմունիստների հետ, տարբեր խմբեր, որ Պարսկաստանում կար, հանդիպում ենք, ուժեղ վիճաբանություններ էր անցնում։ Պատած հարցերի դիմաց ինձ համար պարզ չէր խնդիրները։ Եվ երբեմն ասեմ փափակում, ասեմ երանի նրանց, որ այս հարցերի պատասխանն ունեն։ Ես ճիշտ ասեմ, այս հարցերը չեմ պատասխան չունեմ, բայց չեմ կարող իմ Տեր Հիսուսին էլ ուրանամ, նա Տեր է։ Եվ այդ կացությունը պատճառ էր, որ ես դերևս իմ հավատքը չթողնեի, շարունակի մինչև ժամեր գալիս, որ հարցերը մեկը մյուսի հետևից հարթվում էր եւ տեսնում, որ Տերը փառավոր է, Տերը աննման է, Տերը ամեն մեկնաբանություններից ու թեորիներից ու փիլիսոփայություններից բարձրն է։ Եվ հիմա այդ է, որ մեր կյանքում տարբեր խնդիրներ կա, մի ժամանակ կա մի բարդ վիճակ է, մի դժվարին վիճակ է, Տեր հերը այս դժվարությունի համար առաջ եկե։ Այսքան ժողովուրդ ամեն լավ են, ես այս դժվարությունն ունենամ, ինչու համար, ինչու չեմ հասկանում։ Բայց երբ որ տեսպես նա Տեր է, այլևս չես բողոքում, չես դժվարության մեջ չես մնում, նվիրվում ես քո Տերոջը, Տեր քեզ վստահում է։ Աշակերտներն ասում են, Տեր, դու ասում ես իմ արմինը պետք է ուտեք եւ իմ արյունը խմեք, մենք չենք լավ հասկանում ինչ ես ասում, բայց իմանում ենք, որ դու Տեր ես, դու ամեն բան գիտես։ Վստահ մի բան իմանում ես, որ մենք չենք իմանում։ Եվ վստահում էին Հիսուսին։ Դա որ Պետրոսը այդ հրաշալի դավանանքն արավ։ Տեր, որտեղ է ցան քո խոսքերը կենսատու եւ հավիտենական խոսքեր էին։ Նրանք զանազաներին, որ Հիսուսն ով է։ Սիմոնի նման։ Սիմոն երբ որ այդ ամբողջ խոսակցությունը Սիմոն Փարիսեցին իր տոնում անցավ, տեսավ որ Հիսուսը ամեն ինչ իմանում է։ Նա Տեր է, նա ամենակալ Տերն է։ Պետրոսն էլ երբ որ այնպես գլուխի շարունակությամբ Տեր Հիսուս իրեն հարց էր տալի, որ Պետրոս արդյոք խոսքիդ վրա կաս, այս ամենից ավել ես ինձ սիրում։ Պետրոսը Տեր, այո, դու գիտես։ Քանի անգամ որ կրկնվեց վերջուսը Տեր դու ամեն բան իմանում ես, ես ինչ ասեմ, հերես ինձ այնց հարցնում, դու իմ սիրտը գիտես, ոչ մի բան քո աչքի ծածուկ չի։ Այսինքն Պետրոսը լավ Հիսուսի տերությունը զանազանում էր, արդեն հասեին այդտեղ, որ տեսնում էին նա Տեր է, նա Տեր է, նա Տեր է, եւ առանց հարցի նվիրվում էին իրան եւ վստահում էին իրան։ Երբ որ Տեր Հիսուսը մոտենում էր խաչին, աշակերտներին ասավ ինչ, ամենը ինձի կուրանակ, ապակայի մասին, մոտիկ ապակայի մասին մարգարություն արավ հեր, ասավ որպեսի կատարվում է, դուք իմանաք, որ ես ամեն բան իմանում եմ, նա Տեր է, և Տերն ուզում է դու իրան այդպեսի տեսնես, իմանաս, որ քո Տերը ամեն բան գիտե, և ամեն բանի էլ կարող է, և գիտենաս նրա սերը, գիտենաս նրա կարողությունը, գիտենաս նրա ներկայությունը և գիտենաս նրա աստվածությունը և կարողանաս ապավինես իրեն, հենվես իրեն իրա խոսքը վստահես այո Տեր քո խոսքը ճշմարտություն է երբ որ դու ասում ես ինչ որ աղոթում ես բոլոր սրտովդ վստահելն ես քեզ կտրվի հենց այդպես է Ես գործ չունեմ աշխարհ ինչ ասում, ես գործ չունեմ իմ մտածելակերպ ինչ ասում, մարդիկ ինչ են ասում, քո խոսքը ճշմարտություն է։ Երբ որ Տեր Հիսուսը աշակերտների հետ խոսում էր, ասավ գրված է, որ հովիվին խփեմ, ոչխարներ ցրիվ կուտեն։ Եվ այդ խոսքի մեկնաբանությունը Հիսուսը մարդկորեն 5 տակարան կարդում էր եւ մտածում էր համար պարզվում էր։ Եվ ինքը տեսել էր, որ ինքը կխաչվի, աշակերտներ կցրիվ կուտեն։ Եվ հասկանում էր դրա մեկնաբանությունը, սա է, որ իրան կբռնեն, աշակերտներ կունանան եւ կփախնեն։
Պետրոսով չէ Տեր, մենք քեզ չենք ուրանա, ասում ամեն աշակերտները համաձայն ասան, որ Տեր, քեզ չենք ուրանա։ Եվ հատկապես Պետրոս սկսավ երդվել են ասել, որ Տեր ես քեզ չեմ ուրանա, ասավ ամեն ուրանան, ես չէ, ես միջև վերջ կա։ Հիմա տեսեք ինչ ա եղել։ Տեր Հիսուս մատ մարգարություն ասում, որ վաղը ինձ կվռնեն օրինակի համար, եւ դուք կուրանաք, առաջուց ասում է, լո է տալ այդ մարգարություն, որ Աստված ասել է։ Եվ նրանք զինավորված են, կարող են իրաց մեջ կկողպեն, ասեն չէ, եթե մեռնենք էլ ինչ այդ խոսքը չի կատարվելու։ Մենք Հիսուսի հետ կմեռնենք եւ կփաստենք, որ այդ խոսքը չի կատարվելու։ Հիսուս առաջուց ասել էր։ Գոնե Պետրոսը կարող էր այդ անել, ասա չէ, ես միջով վերջ կամ եւ այդ մարգարությունը չի կատարվելու։ Այսինքն այդ ավելի ուզում ասեմ որ այդ վիճակը կարել, որտեղ իմացեին մարգարությունն ինչ է եւ պետք է ճիշտ հակառակը կայնեին էր։ Բայց դեռ ժամը եկավ ինչ արան։ Մտնոլորտ են ցելավ այդ համարը մարգարությունը Հիսուսի ասած ամենը մոռացան։ Ամենը մոռացան եւ ուրացան ու գնացին այդ րոպեին չին էլ հիշում են մի օրն էլ չին էլ հիշում։ Հիմա մեր կյանքում է, որ Տերը մի խոսք ասել է, ուզում է կատարվի, մտնոլորտ են ես կելնի, որ աշխարհ խառնվի իրար հետ, որ պետք է լինի կելնի։ Հիմա իմ ու քո բաժինն է, որ պետք է կայնենք այդ խոսքի վրա, ասեք Տեր, դու ասես բժշկություն կա, ես ընդունում եմ, գործ չունեմ ով ինչ ասում։ Գործ չունեմ մարմինը դերևս ցավում է, պայմանները վատ է, կյանքի վիճակը ուրիշ բան է, չէ՞ ինչ որ կա, ես գործ չունեմ։ Ես մեկ բան եմ նայում։ Տերն ասել է, քո վերքերով բժշկված ենք։ Իմանում ես կյանքի ամեն խնդիրների մասին։ Ինչ հարց ունես, որ բերում ես Աստծո ներկայությանը, կային ես հավատքով, ասես Տեր, դու Տեր ես, քո խոսքը տա։ Ես մատ մարգարեի խոսք չի, ես մատ արդար մարդի խոսք չի, ես քո խոսքը տա, դու Տեր ես։ Դու Տեր ես։ Իմանում եք ուզեմ ձեր հավատքը Տերոջ խոսքիներս արմատ գցի, որ դուք տեսնեք նրա տերությունը ձեր կյանքում եւ երբ որ աղոթում եք նրա սուրբ անունով, իմանաք, որ հրեշտակային դասերը ամբողջ հարկանքով այդ աղոթքը լսում են։ Եվ Տերը օքեյ է տալի, որտեղ ասել է ինչ որ իմանով խնդրեք կստանաք։ Եվ ձեր հոգևոր կյանքը կսկսի փոխվել։ Աշակերտները իր ծառայության սկզբումն էր Տեր Հիսուսը։ Մի օր Գալիլեայի ծովի ափում էին, Տեր Հիսուսը դեռ քարոզել Պետրոսին, ասա Պետրոս նավակդ բեր, թող այդ առիթելի մարդկանց համար քարոզեմ։ Երբ որ քարոզը ավարտվեց, աշակերտներին ասա Պետրոս, քշեք նավակը ձուկ բռնելու։ Տեր առավոտվա համար ձուկ չկա, առավոտ ձուկերն եթում են խորքերը, գիշերները կելի ձուկ բռնել, չէ, գնացեք։ Պետրոս ասում է Տեր, իմանում եք այդպեսի չի, հմուտ փորձարոտ ձկնորս էր, հասարակ մեկը չէր, ինքն լավ իմանում էր ամեն ինչ։ Քո խոսքի պատճառով կերցանք։ Եվ գնացին եւ մեծ արդյունք առան։ Հիմա նույն տեսարանը կկնվում է, այս անգամ 3 տարի անցել է, բավականին Հիսուսին ճաշակել են, տեսել են հրաշալի գործերը, փորձեր են, տեսել են, որ նրա խոսքը ճշմարտություն է։ Երբ որ Հիսուսը Պետրոսին ասա Պետրոս, կարթդ վերցրու, ղոլաբդ վերցրու, գնա առաջին ձուկը որ բռնես, իր բերանում 2 դրամ կճարես։ Իմ ու քո թաքսի համար վճարի։ Պետրոսը այդ կարթը վերցրել եթում էր։ Չեմ ան միջեր մտածում ճանապարհին ասում էր, «Էթամ ձուկ բռնեմ, քանի է ձուկ պետք է բռնեմ»։ Հիսուս ասավ առաջի ձուկը։ Հա, հիմա կարելի է 10-20 դես բռնենք մեկին ելնի է։ Գցավ առաջի ձուկը, բերան բացավ, 2 դրամ։ 4 հատ էլ չի, 2 հատ է։ Երկրորդ ձուկն էլ չենց առաջի ձուկն էր։ Այսինքն որ Հիսուսն ասել էր ուղղակիորեն, Պետրոս ինչ էր մտածում։ Տեր Հիսուս ամեն տեղ իմանում է ձուկերի հաշիվն իմանում է, որ ձուկի վերանիշ կա իմանում է նա Տեր է։ Նա ամեն ինչ իմանում է։ Հիմա Պետրոսը այդ փորձառություններն ունենալով հիմա եկել է ծովի ափում են, ասում մի օքի անծանոթ, այն մոտ 100 մետր տարածությունով էր, ամբողջ գիշերը գործեր են, այն հերուն, մի օքի կանչում ասում որ տղերք, մի բան բռներեք չէ, չեն իմանում ով այս սոտարական մարդն ով է, մի փոքր կարելի է
օթարը լավ լույս չէր, պարզ չէին տեսնում, տարածություն կար, լավ չէր երևում։ Հիսուսը իր փառքը մեկ երբով ծածկել էր, ինչ որ չէին տեսնում։ Բայց այդ օտարական իրանց ասավ, որ ուրկան աչքով գցեք, գցան, ձուկի շատությունից Հովհաննեսը բռնավ, սիգնալները բռնավ, Տերն է։ Այս Տերն է, Տերոջ ներկայությունն է։ Եղել է ձեր կյանքում, երբ որ օշությունները մեջտեղ գալի դուք զանազանում եք Տերոջ ձեռքն է։ Մի ժամանակավոր հաջողություններ կա, ճիշտ գերբնական հաջողություն է։ Մի հատ բանը որ մարդկորեն չի, հանգարցակի մի դուր բացվում է, հանգարցակի մի հաջողություն ելնում է քեզ համար, Տերոջ ձեռքը մեջտեղ է գալի։ Այս անգամ կարելի է մենք Հիսուսին չենք տեսում հարություն առած, բայց մեր սրտի խորքում իմանում ենք Տերն է, այս Տերոջ ձեռքն է։ Այս Տերն էր որ մեջտեղ եկավ այս պայմաններն հարմարեցրեց։ Այս Տերն էր որ այս դուրը իմ համար բացեց։ Այս Տերն էր որ այս կյանքը ինձ հարմարացրավ։ Ես այսօր ունեմ գործ, հաջողություն, եկամուտ, այս Տերոջ ձեռքն է։ Այս աստվածային է, մարդկային չի, իմ կարողություններից չի, այդ որ ես շատ ճարպիկ եմ ու ձեռնագալիքից շատ տրանսից չի, մատ ուրիշ ձեռք է, մատ աստվածային ձեռք է, կարող ենք հալելույա ասենք։ Այդ ձեռքը մեր կյանքում է, մենք էլ Հովհաննեսին մենք կարող ենք տեսնենք։ Եվ մեր կյանքի հաջողությունները մեր ճարպիկությունների վրա չվերագրենք։ Էլի կարող ենք ամեն ասենք։ Որտեվ նրա օշրությունն է, այն դուրն է, որ նա բացում է, այն ուզում է քեզի հասկացնի, որ նայի տես ես Տեր եմ։ Եվ Տերը առաջնորդվա, որ մեզի մենք այդ խորը հասկացողության գանք, ոչ թե միայն բառացի ասենք Հիսուս Տեր է, այլ զանազանենք, որ նա Տեր է և տիեզերքները նրա հրամանով է ղեկավարվում։ Դուք կարող ես տեսնես տարիներ երկրագունդը արևի հետ այդ տարածությունը պահել է, ցերեկ գիշերները տեղին է, ամեն ինչ այնց հարմարված է, որ մարդ կարծես բնական պետք է այդպես ելնի, բոլորովին էլ այդպեսի չի։ Կարող է հազարավոր փոփոխություններ ելնել, բայց Աստծո ձեռքն է իմ ու քո համար, իր սիրելիների համար, որ այս երկրագունդում դրել է, ամեն ինչ տեղին ելնի, նա Տեր է, նա ղեկավարում է, նա փառավոր Տեր է։ Եվ այդ Տերոջ ձեռքը մեր կյանքումն է, երբ որ ես իրան տեսնում եմ այդպեսի փառահեղ Տեր, այլևս ոչ մի հարց չի մնում։ Կարող եմ ամբողջ սրտով իրան ապավինեմ ու հենվեմ իրեն։ Եվ այդ Տերոջը, նվիրվելով այդ Տերոջը լավագույնը իր փառքի համար անես։ Իմանում ես, որ նա կարող է քեզ օրհնի, որտեղ որ գինես վճարի 10 լապատիկ քեզի հետ տա։ Պետրոս ասավ, Տեր, մենք ամեն ինչ թողել ենք քեզ հետևում ենք, բայց ինչ կելնի, ասավ, ինչ որ արիր եք, 100 պատիկ կառնեք, երկնքում էլ հավիտենական կյանքը, հալելույա, 100 պատիկ ձեզ կտրվի, որտեղ դու Հիսուսին սիրում ես, որտեղ Հիսուսի տերությունը զանազանել ես, որտեղ ճիշտ ուղղության է եկել քո կյանքը, Հիսուսը Տեր է, դու նրա հետևից գնում ես եւ նրա հետևորդն ես։ Երբ որ այդ նվիրումն ունես դու Հիսուսին, Տերոջ ձեռք քո կյանքում փառավոր գործեր կանի։ Նա քեզ սիրում է, նա քեզ այն ձեռ չի վերցնի։ Ուզում է քեզի հասցնի այն եզրակացությամբ, որ լրիվ իր տերությունը տեսնես ամբողջ տիեզերքի վրա, մարդկության վրա եւ քո կյանքում է։ Եվ տեսնես, որ նրա խոսքը այո, ամեն եւ ճշմարտություն է։ Եվ նրան տեսես, որ նա ճանապարհ է, ճշմարտություն է եւ կյանք է։ Եվ Պետրոսին ասաց, Տեր, քո խոսքեր կենսատու են։ Առանց քեզ կյանք չկա։ Մենք որտեղ եթանք Տեր։ Եվ այդ նվիրումն է, որ ասում է ինչ, այդ հատիկի նման ընկնում է բարի գետինը եւ 30, 60 եւ 100 պտուղ է տալի։ Իրականությունը սա է, որ Տերը դադարկ ուրկան չի ուզում է ուրկան, որ գցվում է լավ ձուկ որսե։ Մատ ծառ չի ուզում, որ անպտուղ ելնի։ Ծառ է ուզում, որ լավ պտղավետ ծառ ելնի։ Եվ Տերը քեզի այդպես է ուզում։ Ուզում է իր փառքը քեզի հայտնի, քեզի օրհնի, քեզի բարձրացնի եւ այդ պտղավետ ծառը սարքի իր փառքի համար։ Քո նվիրումը, քո հանձնումը այդ բարի սերմն նայելու, որ ընկնում է լավ գետնի վրա եւ արդյունք է տալի։ Եթե այսօր շատերը կան հերվից մոտ գեցոնի, Հիսուս սիրում ենք, հարգում ենք, իսկ հատես
Ին բարերով ասաց մուննաթել ունեն Հիսուսի գլխին, Հիսուս դրան դետևից չի։ Հիսուս ուզում է իր տերության հասնեն, ուզում են այդ նվիրումի հասնեն, ուրեմն այդ հանձնումի հասնեն, գան այդ աշխարհահռչակ զորքի ներսը, որ Աստծո արքայության համար լավագույններն անեն, որ Աստված փառավորվի իրաց կյանքում է։ Գիտեք, երբեմն մեր մտածմունքը սխալ ուղղության է։ Ճիշտ Աստծոն ուզում է միջոց էլի որ մեր հաջողությունների համար։ Տերը ամեն ինչ մեզ համար արել է, մեզ համար բժշկություն է պատրաստի, օշնություն է պատրաստի, հաջողություն է պատրաստի, մեր կյանքի համար լիություն է պատրաստի, բայց դեռևս պետք է զանազանենք նա Տերը, ամբողջապես նվիրվենք իր համար, եթե պատրաստ կարիք իր համար էլ մեռնենք, այդ ամենը ունենալով, այո, Տերը այդ ամենը տալիս է մեզի։ Ոմանք գալիս է եկեղեցի աղոթում են, Աստված աղոթքի պատասխան դել չեմ էթա։ Չենց։ Տերը ամեն ինչ պատրաստել է քեզ համար, որ ինչ քո սրտով տելնի, դու եղի Տեր, ամենը եկեղեցի ու Աստված ու ամենը քո ծառատ, որ քո ուզածները կատարվի, որ դու համոզվես, որ մատ եկեղեցի գաս։ Եթե անձը չուրանաս, խաչը չվերցես, իմ հետևից չգաս, ինձ արժանի չես։ Բայց եթե այդ կացություն ունեցար, ինչ ուզում ես ասա, ահա ամեն ծերդերի կտրվի քո համար, քո շահիդ համար։ Մատ անձավորություն էր տայներ առաջ, մի կարճ ժամանակ բանտում էր ինգե, այդ բանտում ինք իր խոսքն էր, երբ որ դուրս երեկի ասում էր, ես ասամ Տեր, երկու օրից հետո պետք է բանտից ազատվեմ։ Երկու օր անցավ, չազատվամ։ Հետո ասում Տեր, բայց հերի չի ելնում։ Մեկ շաբաթից հետո, մեկ շաբաթ ավել ես բանտում չեմ մնալու։ Մեկ շաբաթ ազատվավ, անցավ չազատվեց։ Ահա, այս Տեր, բա որտեղ ես իմ աղոթքը չես պատասխանել, ես քո ծառատ եմ։ Երկու շաբաթից հետո պետք է ազատվեմ։ Երկու շաբաթ էլ չազատվա։ 3 շաբաթ, 4 շաբաթ արդեն դժգոհություն որ Տեր, բա որտեղ ես։ Տարիներ քեզ ծառայել եմ, աղոթում եմ ինձ բանտից դուրս բեր, բայց չես դուրս բերում։ Այս իր խոսքն էր։ Հիմա դրա կողքին մատ ուրիշ վկայություն կար։ Այդ վկայությունն է Տեր, որ ազատություն բանտում էր ինգե, որ Տեր քեզ փառք եմ տալի, որ քո սուրբ անունիդ պատճառով ես իրավունք ես բան տնեմ։ Ես քեզ սիրում եմ, փառաբանում եմ քեզի, շնորհք եմ ուզում, որ լավագույն ձևով քեզ փառավորեմ։ Եվ սկսել էր Աստծո խոսքը ուսումնասիրել։ Մտածել, որտեղ ոչինչ չկար իր մոտ, մտածում էր, որ ինչ անեմ, Աստծո խոսքը համար առ համար հիշեմ, եւ հիշում էր եւ Աստծուն փառաբանում էր։ Եվ սկսավ 5 տակարան, ասավ չէ, առաջ թող նոր տակարանը մեկ անգիր հիշեմ, Մատթեոս առաջի գլուխ առաջի համարը, ցեղաբանությունը, մեկ հիշում էր փառաբանությունով աղոթել։ Եվ ասում եմ, որ ավարտեցիմ, չէ լավ, հետո կտամ 5 տակարան։ Տես ես մատ մտածելակերպ է, այնի երկրորդ մտածելակերպ է, որն է ճիշտ։ Օ, այդ որ տենցին նվիրված ես Տերոջը, դու պատրաստ ես Տերոջը դամար կյանքդ էլ տաս, իրան փառաբանես, Տեր քեզ փառք ամեն կացությունների համար։ Այն ժամանակ Տերը չի ամփերում, Տերը նախանձավոր է մեջտեղա գալի, երբեք չի մոռանա քո սերը դու հավատարմությունը։ Հալելույա։ Եվ իր բարի ձեռքը քո կյանքում գայտնե, քեզ այնց կողմապահություն կանե, քեզի կբարձրացնե, քեզի կօրհնե, եւ ցույց կտա, որ նա իր սիրելիներին սիրում է։ Իրանք, որ իրան Աստծո սիրում են, Տեր հատուկ իրան սիրում է։ Հովհաննեսը հենվում էր Հիսուսին, սիրում էր իր Տերոջը, բայց Տերն էլ փոխադարձաբար Հովհաննեսին հատուկ էր սիրում։ Եվ այդտեղում ասում է, որ ինքը գրում է Հովհաննեսի վկայություններ, որ այն որ Հիսուս իրան շատ էր, եւ իր անունը չի գրում։ Ինչքան գեղեցիկ էր։ Իմանում էր Հիսուսը ավելի իրան սիրում, թե Հիսուս ամեն ինչ սիրում էր։ Եվ այդ ձևով նա զանազան էր, որ Հիսուսը Տեր է։ Սիրելիներս, Հիսուսը Տեր է, նա մեր կյանքում իր փառքն հայտնի։ Ուզում եմ մեզի հասացնի մի տեղ, որ մենք կասկածներից ազատվենք։ Իր խոսքը մեր սրտումը արմատ գցե, եւ մենք Տերոջ խոսքին էս արմատ գցենք։ Տերոջ խոսքը լսենք, կարդանք, ուսումնասիրենք, հավատքով նվիրվենք եւ Տերոջը պաշտողելնենք եւ ժամել գգա կտեսնենք, որ այդ ամենանտիրն է, ամենալավն է, երբ որ տեսնենք ճշմարտությունները, երբ որ տեսնենք երկինքը բացված է։ Բայց Պողոսն ասում է, որ հիմա մենք հավատքով ենք քայլում։ Եվ մենք այդ կոչումն ունենք, որ մեր Տերոջը քայլենք, դրան փառաբանենք, դրան օրհներգենք, ու մեծարենք։ Ուրեմն գանք կարճառոտը այն հատիկները, որ ընկած են գետնի վրա, ընկած են ճանապարհի վրա, ընկած են քարքարոտ տեղեր եւ ընկած են փուշերի ներսը, ըտանք մեծ մասը խեղդվում են, անարդյունք են ելնում։ Եվ Տերը դրանց դիմաց խիստ էր։ Խիստ էր, այսինքն դրանց մղում էր կամ արդյունավետության, կամ թողնեն երթան։
Եվ այդ որ տարբեր խոսակցություններ կար։ Հովհաննես 8-րդ գլուխում ասում է հрьяաներ, որ Հիսուսին հավատում էին, Հիսուս իրանց ասավ, որ տեսեք, ճշմարտությունը կճանաչեք, ճշմարտությունը ձեզ կազատե։ Նրանք ասում մենք միշտ ազատ ենք, էլի մենք Աբրահամի որդիք ենք, էլի վեճը ստեղծան։ Հիսուս ասավ, տեսեք Աբրահամը ինձ տեսավ ուրախացավ ու բան։ Ասում է, դե ինչ ես ասում, ալա 50 տարեկան ես Աբրահամին տեսես, այսինքն մեծ վեճ է, լավ ենեց որ էլի քարեր վերցրան Հիսուսին քարկոծեի։ Այսինքն Հիսուսը այդպես հավատքի հետևի չի որ մատ սկզբնական հավատք է։ Մենք մարդկորեն այտենց ինչը կամ գովում են, գնահատում են, քաջարում են, բան չկա, դու կամաց կաչի, բայց Հիսուս շատ լուրջ էր։ Կամ կաչես, կհանձնվես ճիշտ ողկել ես ու ճիշտ ետին կել ես այդ սերմը արդյունավետ կելի կամ բարի ես եկել։ Եվ Հիսուսը ոչ ոքի մունետի տակ չի երթում, հալելույա, նա Տեր է, նա փառավոր Տեր է, իրեններին ճանաչում է եւ ասում է դուք որ Տերոջից քաշված եք, գրավված եք, Սուրբ Հոգին ձեզ գրավել է, դու արքայության զավակներ եք եւ այս թանկարժեքա որ Տերը մեզ շնորհել է եւ տեղի ունի որ ամբողջ սրտով նվիրվենք իրեն եւ թույլ տանք Սուրբ Հոգին մեր աչքերը լուսավորի հասնենք այդ կացության որ նրա տերությունը 100-ին 100 զանազանենք, տեսնենք, նվիրվենք իրեն եւ իրեն ծառայողները Սուրբ Հանուր փառաբերեն։ Ամեն։